of your answers from the last section? What did you learn about God, man, or ministry? Պատասխաններից որ գրել եք 10-րդ գլխի հետ կապված ինձ սորացիք Աստծու մարդու ծառայության մասին այդ կետերից մեկը ասեք Մարդը դիտակից եւ հասկացող իհարկե Աստծո խոսքի հանդեպ that a human is conscious and understanding animal basically when it comes to the word of God. Կամ եկեղեցուն պետք է լինի կարիքների ապահովում There should be taking care of needs in the church. Ես գրել եմ ժողովուրդը պարտավոր է կատարել կարգավորել ֆինանսական ապահովումները People ինչ նկատի ունես ֆինանսական Ոնց որ մարդը պետք է եկեղեցու ֆինանսները ոնց որ ինձ ասած մասնակից լինի People need to take part like take care of the church financially basically. Բայց ծառայության մասով ստեղ չհասկացեք թե ինչ պետք է գրեմ But էդի մարդկանց մասին էր այդ երկու այդ որ ասացի Հիմա ասացի հա մարդու However, I didn't find really anything to write about ministry. Okay. Բան ասեմ, բայց ոնց որ ստեղ որ գրած է շաբաթ օրը պետք է սուտ պահենք կամ որ չամուսնանանք ուրիշ ազգի հետ, այսինքն դա որպես ծառայություն չեմ կարա նայեմ When it speaks about keeping Sabbath holy or not marrying with Gentiles, can we see that as a ministry too? In a sense, it's preparation for ministry, yes. Ինչ որ առումով Keeping your heart in the right condition. ծառայության պատրաստությունը սիրտը ճիշտ տեղում է սպառում So my dad has given me the most engaging chapter. Պապանից ամենաինտերակտիվ լավ հատվածն է տվել Hovan's favorite type of chapter in the book of Nehemiah. Հովնանի սիրած գլուխներից է So we'll actually look here in just a moment at chapter 11 through chapter 11 verse 1 through chapter 12 verse 26. Chapter 12 verse Yes. 26 11-ի 1-ից 12-ի 26-ը մինչև գնայինք հեսա Because what we're going to see right here is that again it's Nehemiah's favorite thing to do. Տեսնենք որ սա Նեհեմիայի սիրած բանն է After his dedication to the Lord Տիրոջը նվիրելուց հետո իր աղոթքի սիրտը he loves to make lists. He loves to write lists. Դա տեսնում ենք որ նա նաև սիրում է ցուցակներ գրել So here in chapter 11 we Այստեղ have 11-րդ a new գլխում list of Եվս մեկ ցուցակ where the ունենք people go to live. Այն թե որտեղ ժողովուրդը գնում ապրելու At the end of chapter 10 10-րդ գլխի վերջում what did the people promise they would give back to God? Ինչ էին մարդիկ խոստանում, ինչ էին տալու Աստծուն Աստծո տունը չլքեն Not to leave house of the Lord Okay. But what percent or what did they promise Ինչ to give տոկոսը, back? որ տոկոսն էին ուզում հետ տային Աստծուն 10 Yeah, a tenth or a tithe. 10 տոկոս, 10-րդ We see, if you remember back in chapter 7, Nehemiah, when he took a census of the people, Այդ հիշում եք, հա, 10-րդ գլխում, երբ Նեհեմիան մարդու համար անցկացրեց why did he start to make that list of all the people? Do you remember? Ինչու սկսեց այդ ինչու ընդհանրապես արեց այդ մարդու համար հիշում եք What was wrong with the city? Ինչ խնդիր կար քաղաքի հետ The walls have been built, but what is the problem? Պատերը արդեն շինել են, բայց ո՞րն էր խնդիրը There were no houses And no people living there. չկային տներ ու չկային այնտեղ ապրող մարդիկ So is there a benefit to rebuilding the walls but having an empty city? Ինքն իմաստ ունի պարիսպները կառուցել, երբ որ դատարկ է քաղաքը Alright, so hold on, if you don't mind, read chapter 11 verses 1 and 2.
Գնանք կարդա 11 գլխի առաջի երկու համարները։ Եվ ժողովրդի իշխանները բնակվեցին Երուսաղեմում։ Իսկ մնացած ժողովուրդը վիճակ գցեցին, որ ժողովրդի 1/10-ին բերեն Երուսաղեմ, Սուրբ քաղաքում բնակվելով, իսկ մնացյալ 9 այլ քաղաքներում։ Եվ ժողովուրդը նորմեց այն բոլոր մարդկանց, որ հոժարակամ նվիրեցին Երուսաղեմում բնակվելով։ So what does it tell us that Nehemiah and the leaders did to bring people back into the city? Ինչ արեցին Նեհեմիան եւ առաջնորդները, որ ժողովրդին բերեն Երուսաղեմ։ Վիճակ։ A lot they did a lot. So they did a lottery or recruited people to so one. And how many people did they say they were going to bring in? Եվ ինչքան մարդիկ են բերելու Երուսաղեմ։ 1/10-ին։ 110. Okay, so almost you can think about it this way. Sorry. Հասկանալու համար էլի կներեք ոնտատում են։ Այս բավուր էին մնում։ Where were they Բերում են Երուսաղեմ։ living in the first place? So that We're going to see from in Jerusalem. here in just a minute. They're going to list all the areas they were living. They weren't living in the city because the city was destroyed. They were living all around the city. Around. Չէին ապրում է սաղ տեղերը ստերենք, այս բոլոր տեղերում ապրում են Sense. ոնց որ։ So Ցրված they են։ were living in the region of Judah, but they weren't living in the city. Հուդայի Հրեաստանում էին ապրում, բայց կոնկրետ Երուսաղեմում չէ։ Հիմա բերում են, չէ՞։ So now they're bringing them back to Yes, so now Jerusalem. they're bringing them back to the capital city. But the reason they weren't living in Jerusalem was because most of Jerusalem had been destroyed. Ինչու Երուսաղեմում չէին ապրում, որովհետև այն հիմնականում կործանվել էր, երբ Նաբուկոդոնոսորը եկել է։ Capital had not been rebuilt. Ոստի մայրաքաղաքը լավ վիճակում չէ։ So now they've rebuilt the walls, but now they've Պարիսպները rebuilt կառուցել են, the inside. բայց նաև քաղաքի ներսը պիտի շինվեր։ And so you can look at it since 1/10 of the people come back Տեսնում ենք, որ ժողովրդի 1/10-ը հետ է գալիս to live in the city. ապրելու քաղաքում։ It's you can almost think about it like this. Nehemiah has already the people have committed to tithe 1/10 of their food and their crops. Այսպես մտածել, հա, ժողովուրդը համաձայնվել են իրենց ուտելիքի, իրենց գումարի 1/10 հետ տալ Աստծուն, տալ So Աստծուն։ now a tenth or a tithe of the people are coming back to Jerusalem. Եվ հիմա էլ ոնց որ 10-ով են տալի մարդկանցից, այսինքն 1/10-ը գալիս է Երուսաղեմ։ But notice verse 2. What does it tell us about some of the people? Ինչ է ասում երկրորդ խոսքը մարդկանցից մի քանիսին, այդ մարդկանց մասին, հա։ Հոժարակամ նվիրեցին։ They were willing, Yes. willingly came to us, and others blessed them. Yes. So not everyone came willingly. Some of them, because verse 1 it says they had to do a lot, which they basically they were drafted to come back. But Բայց չէ, there was a big բոլորը portion that հոժարական եկավ, որտեղ վիճակահանություն էր, դե մարդիկ են, որ ուղղակի ընկել էր իրենց վրա հետ եկան, բայց շատերը հենց հոժարական եկան։ So it is good to see here in verses 1 and 2 Հաճելի է տեսնել առաջ եւ երկու համարներում, that these people, at least some that were coming back, were doing it because they wanted to see the city alive again to bring honor to God. Որոշները ուզում էին հետ գալ Երուսաղեմ, որովհետեւ ուզում էին տեսնել վերակենդանացած հա քաղաքը։ Sometimes in our churches, Երբեմն մեր we have to եկեղեցիներում do the same thing when we need people. նույնը մենք պիտի անենք այդ մարդկանց If you're կարիք going to ունի։ start a new ministry, Եթե նոր ծառայություն ես ուզում can you do սկսել, ministry without people? կարող ես առանց մարդկանց ծառայություն անել։ Alright. So sometimes do we have to do the same kind of recruiting that they Իսկ did? երբեմն պետք է մեզ անել այսպեսի մարդ հավաքելու համար ինչ որ բան։ So they had two ways of Դա getting իրենք people. երկու կերպ էին մարդ հավաքում։ The first one was asking, hey, if you're willing to come help. Առաջինը թե հոժարական ես, արի օգնի։ The second one was Երկրորդը going to people and saying, you are going to help. մյուսն որ գնում ես ինչ որ մեկին ասում ես դու պիտի օգնես, դու գալու ես օգնես։ And so sometimes in ministry we have to use both approaches to get people to help us in ministry. Ծառայության մեջ երբեմն երկու մոտեցումներ պետք է օգտագործվի։ Sometimes we wish everyone would just raise their hand and say, yes, I want to help.
Երբեմն հա ուզում ենք որ բոլորը իրենց ձեռքը բարձրացնեն, ասեն հա ես կօգնեմ։ And it is wonderful when people volunteer. Ու հրաշալի է երբ մարդիկ կամավոր են, կամավորություն են անում։ But if you just on a Sunday say, please help, you won't get all the you'll never get all the volunteers you need. Բայց եթե ուղղակի Կիրակի օրը հա, ասես խնդրում եմ օգնեք, բավականին շատ կամավորներ չեն հավաքվի։ Sometimes as leaders the best thing that we can do is we can go and personally invite others to come and join us in ministry. Երբեմն որպես առաջնորդ լավագույն բանը որ կարող ենք անել, գնալ ու մարդկանց անձամբ հրավիրել նա ծառայության։ Now it's unlike what happened in the city of Jerusalem. We're not just going to take random people. Երուսաղեմում դա տեղի չունեցավ, հա, ուղղակի random մարդկանց չեն վերցնում։ You need the right people in the right places. Ճիշտ մարդիկ են պետք ճիշտ տեղերում։ Do you have anything to add to verses 1 through 2? Okay. Should we read all of the verses? If you read verses 4 through 9. 4 included, Yes. 4-ից 9, 3 no? Yeah, 3, sorry. 3 through 9. 3-ից 9 իրականում։ Արդ սրանք են այն գավառի գլխավորները, որոնք բնակվեցին Երուսաղեմում, իսկ մյուս իսրայելացիները, քահանաները, գրեֆտացիները, նաթանայինները եւ Սողոմոնի ծառաների որդիները հաստատվեցին Հուդայի քաղաքներով, յուրաքանչյուրն իր քաղաքում իր հողակտորով։ Հուդայի որդիներից եւ Բենյամինի որդիներից նրանք, որոնք Երուսաղեմում բնակվեցին։ Հուդայի որդիներից Աթայյան, որդի Ոզիայի, որդի Զաքարիայի, որդի Ամարիայի, որդի Սափատիայի, որդի Մաղաղիելի, Փարեսի որդիներից Մաասյան, որդի Բարուքի, որդի Քոլոզեի, որդի Ազայիայի, որդի Ադայիայի, որդի Հովարիբի, որդի Զաքարիայի, որդի Սիլոնի, Փարեսի բոլոր որդիներից Երուսաղեմում բնակվողները 468 քաջարի մարդիկ էին։ Բենյամինի որդիները սրանք են. Սալում, որդի Մեսուղամի, որդի Հովադի, որդի Փաղայիայի, որդի Կորդիայի, որդի Մասիայի, որդի Իթեիլի, որդի Եսայի, եւ նրանցից հետո Գեբեին, Սելեին եւ այլն 928 հոգի։ Զեքրիի որդի Հովելը նրանց գլխավորն էր, իսկ Սենուայի որդի Հուդան քաղաքի վրա տեղակալ էր։ Նայն է։ So in those verses, what kind of people Այս համարներում were coming back to the city? ինչպիսի մարդիկ են հետ գալիս Երուսաղեմ։ Yeah, brave people, Okay. capable, Քահանա, ղևտացի, Levites and priests, Սողոմոնի հետնորդները, Solomon's descendants. Yeah, they're actually descendants of Solomon's servants. Alright. So what kind of people are needed in the church? Ինչպիսի մարդիկ են պետք եկեղեցում։ ինձ նման մենակ։ People like me. Only people like I. Պոչո։ Նվիրյալներ, Yeah, devoted, Yes. faithful people. Notice these are people from every walk of life. Ստեղ տեսնում ենք ամեն ոլորտից մարդիկ, հա։ You have religious people, you have Կրոնական, leaders in the community, you have համայնքի ordinary people. առաջնորդներ, ունենք սովորական մարդիկ, But they're all coming together բայց with a բոլորը common միանում են, purpose. բոլորը միանում են միևնույն նպատակի համար։ They're coming because they want to honor God with Գալիս their են, lives and they want to see the city prosper. որովհետև ուզում են իրենց կյանքով Աստծուն բարձրացնել եւ ուզում են See, as we տեսնել, mentioned earlier, they're only from 3 tribes. տեսանք որ 3 Priests and Levites, 3 Benjamin, ցեղից են, ղևտացիները, բենյամինցիները ու հուդայի մարդիկ։ In a church, you only need people who have a theological education, correct? Ցանկացած եկեղեցում պետք են, չէ՞, մարդիկ, ովքեր ունեն աստվածաբանական կրթություն։ Yeah, it's desirable to have people. So the like only people who can be members of a church are those who have completed finish the seminary. 6. Yeah, only them. Միայն եկեղեցու անդամ կարող են լինել մարդիկ, ովքեր աստվածաբանական ինստիտուտ են վերջացրել, չէ՞։ No. No.
So you need everyone, right? Yes, But it helps. It'd be ha. wonderful if everyone could have a theological education. Լավ է, But որ բոլորը ունենան you need աստվածաբանական all kinds of people, կրթություն, correct? բայց I պետք է love տարբեր I տեսակներ։ loved watching your face and his face when you were answering. He's going. Ես ինձ եմ պատմում That's why you make a good team. There's balance there. Theory and practice. So what we can see in this list is people from every walk of life that That's come nice. together to honor God. Կյանքի ամեն ոլորտից մարդիկ կան, որ գալիս են Աստծո համար։ But let's keep reading in verses 10 through 18. Շարունակենք կարդալ 10-ից 18։ Քանաներից Հովարիվի որդի Հեդայան, Հաքինը, Սարայան, որդի Քերկիայի, որդի Մեսուղամի, որդի Սադոկի, որդի Մարիոթի, որդի Աքիտովի, Աստոտան վերակացուն։ Եվ նրանց եղբայրները, որ կատարում էին տաճարի գործը, 822 հոգի էին։ Եվ Ադայան, որդի Հերսամի, որդի Փաղաղիայի, որդի Ամասի, որդի Զաքարիայի, որդի Փասուրի, որդի Մեխիայի, եւ նրա եղբայրները տոհմապետներ 242-ն էին։ Եվ Ամեսայի, որդի Ազարիելի, որդի Ահզայի, որդի Մեսաղամոթի, որդի Էրմերի, եւ նրանց եղբայրները Քաջարի մարդիկ 128-ն էին։ Եվ նրանց վրա իշխանը Ագեդողեմի որդի Զարդիելն էր, մեծ մարդկանցից մեկի որդին։ Ղեֆտացիներից Սեմայան, որդի Ասուբի, որդի Եզրիկամի, որդի Ասաբիայի, որդի Բունի, նաև Սաբեթան եւ Հովզաբադը ղեֆտացիների գլխավորները, որ Աստծո տան արտաքին գործերն էին վերահսկում, եւ Մաթանյան, որդի Միքիայի, որդի Զադդի, որդի Ասափի, աղոթքի ժամանակ օրինաբանություն սկսելու գլխավոր առաջնորդը, իսկ Բակբոկիյան երկրորդներ իր եղբայրներից եւ Աբդան, որդի Սամուայի, որդի Գաղաղի, որդի Իդիթունի, բոլոր ղեֆտացիները Սուրբ քաղաքում 284 հոգի էին։ Սուրսից ասում է սրա որդի նրա որդին այդ ինչ է իրա նախնիներն է ցույց տալի։ Այդ մեկն է իրա ոնց որ նախնին։ Տողն է, հա, ոնց որ like when it says son of, it's like shows his lineage. Yes. Yes. Yeah. Genealogy. So what kind of people are listed in verses 10 Ինչպեսի through մարդիկ 18? են թվարկված 10-ից 18 What համարներում։ kind of things are they doing? Ինչ գործի մարդիկ, priests, Okay, priests and Levites, and what կանոններ specific things do they պետքացնեն եւ ինչ են անում կոնկրետ։ Տաճարի գործ։ Work in the temple, do? Okay, they work in the temple. You have some, so the end of verse 16, they 16-ի վերջում work in the house of God. You have the middle of verse 17, the ones who lead praise. 17-ի մեջ տեսնում ենք օրհնաբանության առաջնորդները։ And so you have all of these that what is their function? Why did they need to come back to the city? Ինչու նրանք պետք է հետ գային քաղաք։ Այս մարդկանց քաղաք հետ գալու իմաստավորն է։ Որ լծվեն տաճարի ծառայության։ Yeah, they were supposed to work in the temple. Քահանաներն են։ Իրանք լավ գիտեին։ Yeah, they knew how to do those things. That was their job. So back in chapters 8, 9, and 10, did we see two groups of people? 8-ին 10-ում երկու խմբեր տեսանք մենք։ Were there two groups of people working together? Արդյոք իրար հետ էին աշխատում։ What happened in 8, 9, and 10? What did they do? 8-ում 9-ում 10-ում ինչ տեղի ունեցավ։ Ezra came out, and what happened? Գիրքն էլ կա։ Yes, he was reading the book. And then what were the Levites and priests doing? Ղեֆտացիներն ու քահանաներն ինչ էին անում։ Բացատրում են։ Explaining. Okay, and they were just doing it to an empty room, right? Դատարկ սենյակում էին բացատրում։ Չէ, դրան լավ չէ, էլի No, it was տաճարը։ in front of gate of temple. To a crowd. To a crowd of people, right? So here again, in verses 2 through 18, you have two groups of people. Այստեղ էլ 2-ից 18-ում, հա, 11-րդ գլխի ունենք երկու խումբ մարդկանց։ You have those who have
secular jobs, մարդիկ ովքեր սորական գործեր ունեն, who are leading the people, who are merchants, առևտրականներ, businessmen. առաջնորդներ, բիզնեսմեններ, and then you have those who are responsible for the day-to-day activity of the city. մարդիկ ովքեր քաղաքի ամենօրյա գործունեության And then մեջ you են have priests պատասխանատու, and Levites who are responsible for the դո worship of God. քահանաներն ու ղևտացիները ովքեր Աստծո երկրպագության համար են պատասխանատու։ So you have both the physical and the spiritual aspects of the people of Jerusalem coming together again. Տեսնենք թե ինչպես է Երուսաղեմում թե հոգևորը եւ սովորական առօրյան իրար հետ միանում։ There's a unique thing you can slide over easily. There were 822 priests and only 284 Levites. 822 քահանակար եւ ընդհանրապես 284 ղևտացի Սուրբ քաղաքում։ So priests are from one family line of Aaron. Քահանաները Ահարոնի տոհմից են։ Levites are from the whole tribe of Levi. Ղևտացիները Ղևի ամբողջ ցեղից So են։ in the beginning, when it was Aaron and his family, there were a few priests and a whole bunch of Levites. Սկզբում դա իհարկե Ահարոնի ընտանիքանը որ փոքր էր, ավելի քիչ էին, իսկ ղևտացիները ավելի մեծ։ But for some reason, when you look at all these lists, there's a lot of priests and not very many Levites. Բայց չգիտես ինչի հետ նայում ենք այս ցուցակներին կան ավելի շատ քահանաներ, քան ղևտացիներ։ And even when Ezra got ready to come back, Նույնիսկ երբ Եզրասն էր he looked at պատրաստվում his գա, list of people he was going to bring. նայեց ժողովրդին He ովքեր said պիտի there's no գան։ Levites in this list. Ղևտացիներ չկան այստեղ։ So he actually sent word out to իրականում the ուղարկեց Jews scattered and said, I need some Levites. Ցրված հրեաներին ու ասաց ինձ some ղևտացիներ են պետք։ So it's just interesting. The Levites seemed more reluctant or less motivated to come back than the priests were. Ինքն ղևտացիները ավելի այնքան չեն ուզում գան, ինչքան որ քահանաները, հա։ Very probably the priest had to do some work that traditionally would have been assigned to Levites. Ինքն քահանաները շատ հավանական է որ ինչ-որ գործեր կանեին, որ ըստ ավանդության ղևտացիները հենց պետք է անեն։ And we'll actually see in chapter 12 that when they dedicate the wall, they have to go find more Levites in order to dedicate the wall. Եվ 12-րդ գլխում երբ որ արդեն պիտի պատի հա պարասպի նավակատի քահանան, այդ ժամանակ տեսնում ենք որ ղևտացիներ են կրկին փնտրում այդ գործի համար։ But here I know it's a lot of names and to us it may seem insignificant. Եվ շատ անուններ կան, կարող է դրանք թվան աննշան։ But it is important to notice that Nehemiah wrote down each one of these people's names because they had a significant role to play. Սա կարևոր է նշել, որ Նեհեմիան այս մարդկանց անունը գրում է, որովհետև իրենք կարևոր դեր ունեն։ God chose and called each one of these men and women and their families to return to the city to rebuild the city. Աստված ընտրել էր այս բոլոր մարդկանց, որ հետ կան քաղաք, որպեսզի վերակառուցեն այն։ The fact that Nehemiah records all of their names shows that every person is important to God. Այն փաստը, որ Նեհեմիան գրի առնում իրենց անունները, ցույց է տալիս, որ իրենք բոլորը կարևոր են Աստծո համար։ A good New Testament parallel would be 1 Corinthians chapter 12. Նոր կտակարանի լավ համարժեք կլինի առաջի Կորինթացիների 12-րդ գլուխը։ In 1 Corinthians chapter 12, Paul talks about the body of Christ. Առաջի Կորինթացիների 12-ում Պողոսը խոսում է Քրիստոսի մարմնի մասին։ About how we need every member for the body to function properly. Ինչպես է ամեն մարդը, ամեն անդամը կարևոր որպեսզի մարմինը լավ գործի։ That everyone is not to look the same or think the same or act the same. Որ պետք չէ ամեն մեկը նույն կերպով մտածի, խոսի, վարվի։ But that we all have different roles to play with the common purpose. Բայց որ մեզնից ամեն մեկը ունի տարբեր դեր, բայց նպատակը մեկն է։ To build God's kingdom and to praise His name. Կառուցել Աստծո թագավորությունը եւ փառավորել նրա անունը։ That He gives us each different gifts, not for our own Նա glory, տվել է մեզ տարբեր պարգևներ ոչ թե մեր փառքի համար, but so that we can build up the բայց church. որպեսզի կարողանանք շինել եկեղեցին։ And that everyone is needed together for the church to be healthy. Բոլորի կարիքն էլ կա որպեսզի եկեղեցին առողջ լինի։ Often in the church we think the people who are standing up front are most important. Հաճախ եկեղեցում մենք մտածում ենք, որ մարդիկ ովքեր երևացող տեղում են, հա, իրենք են ամենակարևորը։ We think the pastor and the deacons and the
those who lead music հովիվը, have greater value. սարկավակները, հա, խորի առաջնորդները իրենք ավելի շատ արժեք ունեն, But everyone has value. բայց ամեն մեկը ունի արժեք։ The ones who watch the children and the Նրանք babies and teach them, երեխաներին են սովորեցնում, those who quietly pray for others and encourage them, նրանք ովքեր ինչ-որ ծածուկ տեղում հա մարդկանց համար աղոթում են եւ քաջալերում են իրենց, those who provide food and invite others into their homes, ովքեր հյուրասիրության մեջ են ակտիվ, those who open doors and turn off lights. ովքեր դռներն են բացում, լույսերն են միացնում անջատում։ Everyone is necessary for the church. Ամեն մեկը անհրաժեշտ է, որպես եկեղեցին մնա առողջ։ And so here we can see that again, for the city to be healthy, they needed all types of people from all walks of life. Այստեղ էլ տեսնում ենք, որ եկեղեցու առողջ մնալու համար տարբեր տեղերից, հա, տարբեր ոլորտներից մարդիկ են պետք։ Doing what it says in verse 2, coming willingly to return to serve God. Այսինքն, ինչպես ասում են երկրորդ համարում, իրենք եկան, հա, իրենց իսկ կամքով, որպեսզի Աստծուն ծառայեն։ So now if we can read verses 19 through 24. Եկեք կարդանք 19-ից 24 համարները։ Եվ դռնապանները Ակուբը, Տեղմոնը եւ նրանց եղբայրները պահպանում էին դռները 172-ն էին։ Իսկ Իսրայելի քահանաների ու ղևտացիների մնացորդը Հուդայի բոլոր քաղաքներում էին, յուրաքանչյուրն իր ժառանգության մեջ, բայց Նաթանայիմները բնակվում էին Վոփաղում եւ Սիհան ու Գիսփան Նաթանայիմների վերակացուներն էին։ Երուսաղեմի ղևտացի վերակացուհուն էր Ոզի, որդի Բանիի, որդի Ասաբիայի, որդի Մաթանիայի, որդի Միքիայի, Ասափի որդիներից երկողներից, որ Աստծո տան գործի վրա էր, որովհետև թագավորը նրանց համար հրաման էր տվել եւ ռոճիկ էր նշանակված երկողներին յուրաքանչյուր օրվա համար։ Եվ Հուդայի որդի Զարայի որդիներից Մասիզեբելի որդի Փեթայիան, թագավորի գործակալն էր ժողովրդի բոլոր գործերի վերաբերյալ։ So where is this group of people living? Որտեղ են ապրում այս ժողովուրդը։ Հուդայի քաղաքում։ In cities of Judah. Okay. Sure. Yeah, it is in verse 20. The rest of 20 and the rest of the Israel and the priests of the Levites were all in the towns of Judah. Everyone in 21 following is back in the city. Jerusalem. Yeah. So you still have some in Jerusalem, some outside. Ունենք որոշներ էլի Երուսաղեմում, որոշներ այնտեղից դուրս։ Why do you think that they didn't bring everyone into the city? Ինչու չբերեցին բոլորին քաղաք։ Դեռ չկար այդպես։ There was no space already, or there weren't many willing to come to the city. Is it good to grow crops in the city? Օրինակ քաղաքում հարմար է բերք աճացնել։ Can you raise cows in the city? Չէ, կամ կողերի արածացնել այնտեղ, չէ։ But they had to give first fruits of grains and first fruits of animals. Բայց ասում էր, չէ, որ պիտի երախայրին տրվեր թե անասուններից եւ թե բերքից։ If everybody lives in the city, we all starve to death. Եթե բոլորը քաղաքում են ապրում, այդ դեպքում բոլորս սովից կմեռնեն։ For yourself, look at verses 25 to 36. Դա ձեր համար 25-ից 36-րդ համար, հա, բարձրացան չեն կարդամ։ This tells you where the people, in what cities the people outside of Jerusalem settled, or around what Սա villages they settled. ցույց է տալիս թե որ քաղաքներում, որ գավառներում են, հա, Երուսաղեմից դուրս մնացող մարդիկ ապրում։ Այսինքն հիմա որ բաժանված էին Հուդա, Բենյամին
ու Երուսաղեմ, Հուդա, Բենյամին, Երուսաղեմ։ Այս երեք տերերը որ բաժանված էին, բայց այս երեքը գալիս էին Երուսաղեմ տաճարում պաշտամունքի։ So we see there's three tribes, right? Judah, Benjamin, And Levi. No, he's talking about like Benjamin is a city. Okay. yeah, he's talking about the towns of Judah, towns of Benjamin, and then there's Jerusalem. Right. But Can you get back to your map? sure. You don't have it with you. In your PDF, This- you do this have a one? map. See Jerusalem. Երուսաղեմը Written in white. մեջտեղն է սպիտակով նշած։ All those cities that are listed that are said they're in Benjamin are north of Jerusalem, towards the top of the map. Բենյամինի քաղաքները վերևում են գտնվում Երուսաղեմից, հա, սարերի And the ones that are Judah are south of Jerusalem. Հուդայի քաղաքները Երուսաղեմի հարավում տակն են, Now այսինքն it's Երուսաղեմ։ interesting, you see the town Beersheba is mentioned. Բերսաբե քաղաքն ենք տեսնում, որ նշված է։ Beersheba is way down here. Բերսաբեն It's really not in the province of Judah, նույնիսկ Հուդայի Հրեաստանի տարածքում էլ but չի։ it had been a part of the kingdom of Israel. Բայց Իսրայելի մաս է եղել մի ժամանակ։ Because in the kingdom of Israel, Դեռ the United Իսրայելը Kingdom would have gone all the way up here, all the way from down here at Beersheba up to a city called Dan, from Dan to Beersheba. ամբողջ Իսրայելը հա Դանից Բերսաբե մինչև գնում էր։ Դա միացյալ թագավորության ժամանակ։ You can see that when they came back, they had access to much less territory. Դա ըստ երբ որ հետ եկան իրենց տարածքը ունեցած շատ ավելի փոքր էր։ Because up here is Samaria, Դա վերևում տեսնում եք Սամարիան, that became the Samaria of the New Testament as որ well. դարձավ ի վերջո նոր կտակարանի Սամարիա։ And Galilee would have been up in this area, that area up there, even further up north. Գալիլեն դες կողմերն էր Եգիպտոսին։ So they're not occupying a large territory. Ոստի այս պահին իրենք շատ տարածք չունեն։ So you count the number of towns, it seems like quite a few. Քաղաքների համար տենց թվում է թե շատ You've քաղաքներ got են somewhere նշված, between 50,000 and 100,000 people that have come back by now. բայց մոտ 50-ից 100,000 մարդիկ են, հա, որ այս ժամանակ հետ են եկել And ընդամենը։ they're living in these places. Այս նորվա ցույց տված հատվածներում են բնակվում։ Սանջան են հարցս կարաս տաս։ Մտք հիշեցնես ինչ են անում։ Բոլորը գալիս են։ Բենյամինից գալիս էին Երուսաղեմ պաշտամունքի։ Yeah. So his question was that all these people from different towns, were they coming to Jerusalem for worship? Yes. Yes and no. Այո եւ ոչ։ The synagogues had developed while they were in Babylon. Բաբելոնի ընթացքում արդեն զարգացել են, հա, So ժողովարանները։ archaeological evidence would point to the fact that they were coming for the big celebrations to Jerusalem. Մեծ տոնախմբությունների համար գալիս են Saturday by Երուսաղեմ։ Saturday they were probably having synagogue worship. Ամեն շաբաթ on the very Saturdays. տեսնում ենք որ հենց սինագոգներում էին հավաքում իրենց մոտի։ Over time, what happens by the time we get to the New Testament Ժամանակի is, ընթացքում երբ արդեն հասնում ենք նոր կտակարանին, as Stephen emphasized well, priests and Levites were supposed to teach. ինչպես Տիվանը նշեց, հա, ղևտացիները եւ քահանաները պիտի ուսուցանեն։ By the New Testament, they're not teaching. Նոր կտակարանում իրենք էլ չեն սովորեցնում։ They're doing sacrifices. Զոհեր են մատուցում։ And the scribes Դպիրները, Pharisees դպիրներն ու who are not priests փարիսեցիները, or Levites ովքեր ոչ քահանա են, ոչ ղևտացի, are heading up the synagogues and are the major teachers. իրենք են գնում ուրեմն ժողովարանները եւ հիմնական ուսուցիչները հենց իրենք են։ And over time, the priests and Levites' theology had become worse. Դրա պատճառով ժամանակի ընթացքում քահանաների ու ղևտացիների աստվածաբանությունը As they stopped վատացավ, teaching. որովհետեւ դադարել էին սովորեցնել։ I don't know if Dr. Al told you, but he Չիրավ said the դոկտորը following to me ասել է, once. թե չէ, բայց մի անգամից հետեւյալն ասեց։ Said I was starting to become liberal until I became a pastor and had to preach every Sunday. Ես լիբերալ էի, ուզում դառնալ մինչև որ չդարձա ովի որ պիտի ամեն կիրակի And I քարոզել։ realized you can't preach liberalism. Հետո հասկացա, որ չես կարող լիբերալիզմ քարոզես, չէ, պիտի քարոզես And Աստվածաշունչը։ teaching the Bible every day saved him from liberalism. Այսինքն ամեն օր Աստվածաշունչը քարոզելը իհարկե նրան
փրկեց I would not լիբերալիզմից։ have recommended Dr. Եթե տեսներ դոկտոր Էլին խոր չէի տածես But ասում։ we've moved out of these great spiritual movements of 8, you're reading the Word of God, you're celebrating the Festival of Booths. Հիմա այս տոնակատարություններից անցում են կատարել, Now չէ՞։ you're moving into that time of confession. 8-րդ գլխում այս բոլոր տոներն են ինում արդեն մեղքերի խոստովանություն, 10-րդ գլխում they did what? They had this really great movement of covenant renewal. Իրենք վերանորոգեցին ուխտը, And then we get to 11 and realize, oh, there are technical aspects that still have to be done. 11-ում արդեն հասկանում են, որ տեխնիկական ինչ-որ գործեր կան, որ պետք է արվեն։ Someone said this one man spent so much time thinking about heaven that he was of no use on earth. Ինչ-որ մեկ ասաց, ինչ-որ մեկ կարևոր այնքան էր մտածում երկնային բաների մասին, որ երկրի վրա օգուտ չկար իրանից։ We have to balance both those. Somebody has to take care of the technical details. Ինչ-որ մեկը պիտի հոգ տանի տեխնիկական դետալների մասին։ Now we move into chapter 12. Հիմա անցնում ենք 12-րդ Fun part of chapter 12. An հավես մասերը Ստիվենը կանցնում։ That should be on what pages is it? It starts on 175. Page Սլայդները 175. եթե հետևում եք, մենակ ես եմ հետևում, նոր հետենես։ Yes, they prefer reading from physical Bible. Yeah. They're stuck in the 19th century. Yeah. Don't tell them. I figured I shouldn't. We can just, if you want, we can just have them read it to themselves. Forest Mada. I would 174. handle it that way, Stephen. I've got it blocked off 1 to 9, and then how do you want to block it off? Alright, for the sake of Hovan's sanity. Հովնանի, եթե ուզում ենք Հովնանը չգշվի, քանի որ ուզում ենք Read another list. Yes, that's okay. Եվս մեկ ցուցակ չենք կարդա։ Ուղղակի նայեք ձեր I'm just going to աստվածաշնչերում։ point out a few things. If you look at the beginning of verse 1, Եթե առաջին համարին նայեք 12-ի 1-ին, again, this is a list of the Levites who returned with Zerubbabel. սրանք ղերտացիներն են, ովքեր Զորաբաբելի հետ վերադարձան։ So again, this is 100 years in the 100 past. տարի Նեհեմիայից 100 տարի առաջ է։ So again, this is a reminder of Nehemiah is trying to make sure that the people can follow God and can trace it back that the right people are in the right places. Սա նրա համար որպեսզի տեսնեն, որ ճիշտ մարդիկ ճիշտ տեղում են գտնվում, հա։ At the end of verse 7, 7-րդ համարի վերջում Nehemiah begins to list the high priests who have been from the time of Zerubbabel until his current time. Նեհեմիան սկսում է թվարկել քահանայապետներին, ովքեր եղել են Զորաբաբելի ժամանակից մինչև իր օրերը։ The reason why he does this is to Ինչու again է անում սա։ establish that God's work is continuing from one generation to the Կրկին next. հաստատել, որ Աստծո գործը շարունակվում է մի սերնդից մյուսը։ For Nehemiah, it was important to again show that God's people were doing the right thing. Նեհեմիայի համար կրկին կարևոր է ցույց տալ, որ Աստծո ժողովուրդը ճիշտ բանն են անում։ That these were not just random people who decided they were going to take responsibilities that did not belong to them. Որ ուղղակի ռանդոմ մարդիկ չէին, ովքեր վերցնում են պատասխանատվություններ, որոնք իրենց չէին։ Why is it important to know that you can follow those who've gone before you in ministry? Ինչու է կարևոր գիտակցելը, որ դու կարող ես, որ դու ունես ինչ-որ մեկին ծառայությունը շարունակում ես։ Is all ministry only on the shoulders of one generation, or do you need multiple generations?
արդյոք ամբողջ ծառայությունը մի սերունդի ուսերին է, թե մի քանի սերունդ է պետք դրա համար։ Սերունդի համար իր պատասխանատվությունն է։ Each generation has its own responsibilities. If one generation fails, does that mean the next generation has no hope? Եթե մի սերունդը չստացվի, նշանակում է, որ հաջորդ հույս չունի։ No. Alright. But does that mean that it does not matter what we do because our children can just fix it in the future? Դրա համար կարող ենք մտածել, որ ինչ էլ անենք, դե մեր երեխեքը մյուս սերունդը լավը կլինի, կդզի մեր սխալները։ Կարա լինի, տարբերակ։ Could be. Չէ, չեն կարա տես մտածենք, բայց թե անգամ մտածենք անենք, հնարավոր է կարգավորել։ It's not a good mindset to have, but in case that we fail, yeah, I mean, Yes. it's possible that they can fix. These lists, Nehemiah, even though most of what the people of Israel had done was not correct. Այն ինչ որ արել էին Իսրայելի ժողովուրդը մեծ մասը ճիշտ չէր։ Some things they did were still honoring God. Որոշ բաներ, որ արել են, դեռևս Աստծուն փառք էր բերում։ In these lists, Nehemiah traces all of the priests, all of the Levites from the time of Zerubbabel until his time. Ղևտացիներն է այստեղ թվարկում, հա Զորաբաբելի ժամանակներից մինչև իր օրերը։ Because he wants to show that even in his day that even though they had stopped proper worship, they had stopped rebuilding the wall, they had stopped doing everything God had wanted them to do. Դա իր օրերում, հա, մինչև տեսնում որ իրենք stopped or started. Had stopped doing, they were not doing everything God wanted them to do. Հա, տեսնում ենք այս մարդիկ միշտ չէ որ Աստծո ուզած ամեն ինչ անում են։ There were still some things that they weren't doing properly. Բայց էլի որոշ բաներ կային որ լավ էլ անում էին։ And so in this section we can see that again he draws out two groups, the priests and the Levites, the high priest and the Levites. Այս հատվածում կրկին երկու խմբեր են նշվում, քահանաներն եւ ղևտացիները։ Because both of these groups were necessary for temple worship. Քանի որ երկու խմբերն էլ անհրաժեշտ էին տաճարի երկրպագության համար։ The priests were necessary, the sons of Aaron were necessary to make the sacrifices. Ահարոնի որդիները պիտի կատարեն զոհը։ And the Levites were necessary to teach the people the word of God. Ղևտացիները անհրաժեշտ էին որպեսզի ժողովրդին սովորեցնեին, ուսուցանեին խոսքը։ And Nehemiah focuses here in verses 1 through 26 to make sure that the people know that the right people are in the right places. Նեհեմիան կենտրոնանում է այստեղ 1-ից 26 համարներում, հա, նրա կենտրոնացումը այն է, որ ճիշտ մարդիկ ճիշտ տեղում լինեն։ And so his goal is to show that there is a importance for the spirit, not only the physical life of the people, but also the spiritual life of the people. Տեսնում ենք, որ կարևորություն կա ոչ միայն մարդկանց ֆիզիկական կյանքում, այլ նաև նրանց հոգևոր կյանքում։ It was not just enough to rebuild the wall and to have them dedicate themselves. Բավական չէր միայն վերակառուցել Փարիսը, հա, եւ նվիրել իրենք իրենց։ But we needed to make sure that the right people were in place to continue following God and continue leading them in their spiritual lives. Բայց պիտի վստահ լինենք, որ ճիշտ մարդիկ են դրված այն տեղերում, որ մարդկանց հոգևոր կյանքը պիտի առաջնորդեն։ When I look at these lists, they make me think about two things. Այս ցուցակը նայելիս երկու բանի մասն եմ մտածում։ One is Stephen has said, God notices what I'm doing, even if nobody else does. Առաջինը, ինչպես Ստիվենն ասաց, Աստված նկատում է, թե ինչ եմ անում ես, նույնիսկ երբ ոչ ոք չի նկատում։ Three things. Երբ God knows երեք what I'm բան։ doing, even if nobody else does. Աստված նկատում է ինչ որ ես եմ անում, նույնիսկ եթե ուրիշ մարդ չի նկատում։ I don't need to worry about what role are others getting to play. I just need to play my role. Պետք չի մտածեմ, թե Priests couldn't be Levites, Levites couldn't be priests. ահա, պետք է որ իմ տեղում լինեմ, հա, ու տեսնում եք որ You know, քահանաները չեն կարող լինել ղևտացի, ղևտացիները քահանա։ They didn't get to build a wall. Տեսնում ենք որ քահանաներն ու ղևտացիները
կառուցեցին տաճարը, բայց There's չկառուցեցին things I would really like to participate in, but don't know if I'll ever get to in բայց my lifetime. չկառուցեցին Փարիզը։ Ես էլ բաներ կա, որ ուզում եմ դրա մեջ մաս ունենամ, բայց չգիտեմ կլինի դա I notice երբևէ this թե and I ոչ։ just need to be happy fulfilling the role that he's given me. Եվ բանն է, որ ուղղակի ուրախ պիտի լինեմ կատարելու այն դերը, որ Աստված է տվել ինձ։ The third thing I think about is someday people will go, Երկրորդ- Dan who? Երկրորդը, որ հիշում եմ ինչ որ մի օր մարդիկ ասելու են դենը, ով We all ով will է be նա։ forgotten Դե, someday. այսինքն մենք բոլորս մի օր մոռացված կլինենք։ So it reminds me not to take myself too seriously. Դա ինձ հիշեցնում է, որ չափից մեծ կարևորություն չտամ ինձ։ God can use me to do serious things, but Աստված կարող է օգտագործել ինձ լուրջ բաներ անելու։ Poland didn't fall off the face of the map because Stephen and I got on an airplane and came here. Բայց որ Ստիվենն ու ես հելենք եկանք այստեղ Լեհաստանը քարտեզից չվերացավ։ And when we first had to leave Ukraine, and we were Ուկրաինայից working really դուրս hard գանք, with the refugees փախստականների հետ ենք շատ աշխատում։ that summer. Այդ ամառը 2022, it was time for us to 22-ի go to ամառը America and speak in churches. 22-ի ամառը գնում ենք Ամերիկա եւ խոսում եկեղեցիների հետ։ A man whose specialty is to work with Christians in crisis came to visit us in Poland, in America. Ամերիկայում մեկը եկավ, մասնագիտություններ, հա, այնց ճգնաժամ եղող մարդկանց հետ And աշխատել he է։ said, well, we're supposed to, in a month, we're supposed to go to America for 2 or 3 months, and I don't know, I don't know if I can leave the work, the ministry right now. Ասում արդյուն ասացի, չգիտեմ ոնց եմ էլի թողելու այստեղ գործը ծառայությունը գնամ Ամերիկա։ And he said to me what I needed to hear, but what I didn't want to hear. Ինձ ասացին ինչ որ պետք է լսեի, բայց չէի ուզում լսեի իրականում։ He said, do you mean God can't do anything in Poland without Dan Upchurch here? Ասաց, ինչ ես կարծում, առանց Dan Upchurch-ի Աստված ոչ մի բան չի կարող անել You mean Լեհաստանում։ the whole work of the kingdom in Poland is on your shoulders? Մտածում ես, որ արքայության ամբողջ գործը Լեհաստանում քո ուսերի վրա է։ And I looked to the ground and I said, no. Գետնին այց ասա, չէ։ We left for 3 months, we came back, guess what? 3 ամսով գնացինք հա Ամերիկա The հետ kingdom of եկանք God and the ministry had developed further. եւ տեսանք, որ Աստծո թագավորությունը ու ծառայությունը իրականում աճել է։ God does notice what we're doing, Աստված նկատում է ինչ որ անում ենք։ and he has a special task for each of us. Եվ հատուկ գործ ունի ամեն մեկիս համար, But don't put the burden of the whole kingdom of God on your back. բայց Աստծո թագավորության ամբողջ բեռը մի դիր քո ուսերի վրա։ You play a small part, I play a small part. Դու ունես քո փոքր մասի, ասում եմ իմ And փոքր one մասի։ day when Bogdan is a senile old man with a white beard, he'll say, Dan who? Dan John who? Մի օր հով like do you think he will forget you? I think he'll forget. Այն իսկ հովնեն է հա մի օր կարող է մոռանա ինձ, երբ որ արդեն սպիտակ թրաշով է։ Yeah, he used to come. Կարող է շա, հիշում եմ դասախոսին որ գալիս էր։ He even had a little more hair than me. Մի քիչ ինձնից ավել մազ ուներ։ But that's okay. Դա նորմալ է։ It's a normal process that we fade into view with the kingdom of God goes forward. Աստծո թագավորությունը առաջանում է, բայց մենք միգուցե քիչ-քիչ հետ Bogdan գնանք։ remembered that. Oh yeah, that's the guy that brought Santa Claus with him. Հովնեն ես կեշի որ իմ հետ Սանտա Կլաուսին եմ բերել։ Չեմ կարող մոռանալ եբրայեցիների 13-րդ գլխի մեջ ասված չէ հիշեք ձեր առաջնորդներին։ Պատվեր այդ։ Yeah, I mean I Ցանկության cannot հարց չի։ forget in Hebrews 13 it commands like to remember your leaders. So Պատվերացանկության հարց։ it's a command. I have to remember. Okay. You don't want to. Just assume իհարկե, բայց դե պետք է պետք է անես։ I know these have been Հասկացանք։ 2 difficult chapters, very detailed chapters. I'll put it that way. Երկու տենց բարդ այն առումով դետալներով լեցուն, հա, ավելի շատ գլուխներ են։ I just gave you my 3 big lessons from these 2 chapters. Իմ 3 դասերը, քաղաց դասերը Now ասացի it's your turn to write հատվածներից։ down your 3 big lessons for this. Հիմա գրի արեք ձեր դասերը, հա, այն դասերը, որ You դուք might եք say when it տարել։ comes to God, you might write down something like, God cares about the details. Օրինակ Աստծո հետ կապված, հա, որ Աստված God sees հոգ է every տանում person. դետալների համար կամ Աստված տենում է ամեն մեկին, տեսնում է ամեն մեկին։ About people, Մարդկանց մասին you might write down something like, միգուցե գրի առնեք, people come and they fulfill a role for a time, and then someone else takes a role. մարդիկ գալիս են եւ ինչ որ ժամանակ ինչ որ դեր են կատարում, դրանից հետո ուրիշը կարող անել դա։ Every person is Ծառայության մասին responsible before God to carry out
Their unique role and their unique. Ամեն մարդ պատասխանատու է Աստծո առաջ կատարել իրենց հատուկ դերը, Those are ճիշտ just ժամանակին։ suggestions, so please write down 3 sentences. Բայց չեմ what ասում you սա learned գրեք about God, ուղղակի what you learned about գրեք men, ձեր what you learned about արցիկները ինչ women. եք սորել Մենք այս Աստծո մասին, մարդու մասին եւ ծառայության մասին կարող ենք զապիսը անջատել տավան նաուշնիկներով The only thing I would add to what my dad said, մենք կանջատենք I'll just add one thing to what my father said. մի բան ավելացնեմ պապայի ասացին If you notice in chapter 12 verses 1 through 27, նկատենք 12-րդ գլխի 1-ից 27-ում it's the list of generations of leaders and of priests and Levites. առաջնորդների եւ խեպտացիների ու քահանաների սերունդների թվարկումն է What we need to remember is just because the father was faithful does not mean the son. Եվ պիտի հիշենք, որ եթե հայրը հավատարիմ է, դա չի նշանակում, որ որդին էլ կլինի հավատարիմ։ I've been blessed with a very wonderful father Ես օրհնված եմ հրաշալի հայր ունենալու, who has led many ministries over his lifetime. ով իր կյանքի ընթացքում լիքը ծառայություններ է առաջնորդել։ But now I am personally responsible to continue his legacy, not because of who he is, but because of the Lord that we serve. Բայց հիմա ես եմ պարտավոր, հա, իր ժառանգությունը շարունակել։ And even though God has used him to do many great and wonderful things, Չնայած որ Աստված օգտագործել է իրեն լիքը հրաշալի բաներ անելու։ that does not automatically mean that I get to sit back and do nothing. Այդ չի նշանակում ես ուղղակի պիտի նստեմ ու ոչ մի բան չանեմ։ I am also personally responsible before the Lord. Ես նույնպես անձամբ պատասխանատու եմ Տիրոջ առաջ։ My prayer is that one day my son will do greater Իմ things than I ասնեմ, do, որ մի օր իմ տղեն անի ավելի մեծ բաներ, քան ես եմ անում։ not because of who I am as his father, Ոչ թե որ ես իր հերն եմ, but because I've taught him as my բայց father taught me քանի որ ես իրեն սովորեցնել եմ, ինչպես իմ to հայրն love ինձ է the Lord, սովորեցրել։ to obey the Lord. Սիրել Տիրոջը, հնազանդվել Տիրոջը եւ հետևել Տիրոջը։ So we see here in this list that these generations have been faithful. Այս ցուցակում տեսնում ենք, որ թվարկված սերունդները իրենք հավատարիմ են եղել։ They did what Joshua told the people, or Moses told the people in Deuteronomy 6. Իրենք արեցին այն, ինչ Մովսեսն է ասել ժողովրդին, հիմա երկրորդ օրինաց To 5-ով։ teach their children the truths of the Սովորեցնել Bible and how իրենց to obey. երեխաներին Աստվածաշնչի ճշմարտությունները եւ ինչպես հնազանդվել։ I've been blessed to have a father who not only taught me to follow the Lord, but showed me how to follow him. Օրհնված եմ ունենալու հայր, որ ոչ միայն սովորեցրել է ինձ ինչպես Տիրոջը հետևել, այլ նաև ցույց է տվել, թե But ինչպես now I անել։ must follow the Lord personally and Բայց teach my son to do the same. ես պիտի անձամբ հետևեմ Տիրոջը եւ սովորեցնեմ իմ երեխային անել նույնը։ Just a final thought. Վերջնական մտքեր։ Write your 3 sentences down and we'll take a break Խոս հապիսը կանջատես։ so we can turn the recording off. From 11:1 to 11:1 to 12:26. Ահա 11-ի 1-ից 2 գլխի ոնց որ 2 գլխի ենք